Բայց այն, որ ինչից որ բռնված ես, այն ինչ որ շատ ես սիրել, այն ինչ որ քո հոգուտ մեջ գնահատված է, շատ բարձր արժեք ունի, օրինակ ոսկի լեզու, բաբելոնի կարված վերարկու, արծաթ, չգիտեմ ինչ, էլ ինչ, եթե նա քո մեջ մեծագույն արժեքն ունի, այս սա է պետք խոստովանել։ Եվ օրերից մի օր վիճակը քեզ բռնելու է։ Այսօր չէ, վաղը հաստատ։ Վաղը չէ միգուցե մյուս օրը։ Վիճակը քեզ անկել։ Վիճակը քեզ է բռնելու։ Ես պատկերացնում եմ, որ եթե վիճակ գցեց Հեսուն, վիճակ է գցում Իսրայելի ժողովրդին բերեց, հավաքեց։ Եվ Իսրայելի ժողովրդի վրա վիճակ գցեց հուդայանների, հուդայի ցեղը բռնվեց։ Սեն այնքան հեռու էր դեր ակարից, այդ վճիրը, որ իրան բռնի այդ որոշումը։ Անհոգ նստեց իր համար։ Սեն հնարավոր է շատերը սա այդպես մտածում ենք, դե վիճակը միջև հասնի զարայաններին, արսիկ հաջորդ ցեղին, դեր ժամանակ ունեմ, դե կմտածեմ, խոստովանեմ, թե չէ։ Բայց զարայաններին ընկավ վիճակը, դարձյալ անհոգ կանգնել էր իր համար։ Զարայաններից հետո Զաբդիի ազգատոհմին ընկավ, սեն էր դարձյալ անհոգ, եսպես դե ասում էր Զաբդիի ազգատոհմի մեջ հո ես մենակ չեմ, հազարավոր մարդիկ կալ, նրանցից մեկին կընկնի վիճակը։ Ոչ սիրելներ, Քարմիին ընկավ, դարձյալ չխոստովանեց։ Հենց իրան ընկավ, նոր սկսեց խոստովանել։ Սիրելներ, ես ասում եմ, որ չսպասենք, որ վիճակը մեզ բռնի։ Ու կբռնի, գիտեք, ու կբռնի այդ վիճակը մի օր։ Բայց լուրջ զղջումը, սիրելներ, լուրջ զղջումը այսօր պետք, շատ խորը զղջում, որպեսզի դու անտեսես ամոթը, որպեսզի դու անտեսես, դու արդեն կանգնած լինես մի իրավիճակում, որ դու էլ անելիք չունենաս, բացի շատ լուրջ խոստովանությունը և ինքզինքդ գալը։